2026 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը Հայաստան դաշինքը իր վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ մեկնարկեց Էջմիածնի անմար կրակ հուշահամալիրի տարածքից։ Ըստ դաշինքի երկրորդ համար Իշխան Սաղաթելյանի իրենց նախընտրական ծրագիրը հիմնված է 6 կարևոր սկզբունքների վրա՝ անվտանգ և մրցունակ Հայաստան, համերաշխություն, ազգային ինքնության վրա հիմնված պետություն, համահայկականություն, աշխատանք և գիտություն։ Էջմիածնեցիների հետ հանդիպման ժամանակ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը խոսել է տնտեսության զարգացումից, պետության անվտանգությունից և ներկայացրել իրենց պատկերացրած անվտանգության մոդելը։ Ըստ նրա, անվտանգության մոդելը պետք է կառուցված լինի մարտունակ բանակից, ուժեղ առաջնորդից և հզոր դաշնակցից։ Քոչարյանը հերթական անգամ հիշեցրել է, որ Հայաստանը անքակտելի թելերով կապված է Ռուսաստանի հետ և թե տնտեսությունը, թե անվտանգությունը պետք է հիմնվի այնպիսի հզոր դաշնակցի վրա, ինչպիսին Ռուսաստանն է։ Արցախյան առաջին պատերազմից հետո իր իսկ կառավարման տարիներին մեծ կարողության տեր դարձած Քոչարյանը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև երկրի բյուջեի մասին, նշելով, որ այն ժողովրդինն է։ Երկրի բյուջեն դա ժողովրդի փողն է։ Երբ այդ փողերով բան են կառուցում եւ ժողովրդի վրա մուննաթ են գալիս, անթույլատրելի է։ Երբեք դա չենք արել եւ չենք անելու։